Ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության 2018 թվականին, երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների վերջին շաբաթների այս բանավեճին այսօր միացել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա Facebook-ում 3 ժամում 3 գրառում է կատարել այս թեմայով։ Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Դուք ասեք, ձեզ ով է ժամանակին իշխանության բերել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար ուզուրպատորներ։ Կիսամաշությունից խոսում է մեկը, ով Ալիևի ու Էրդողանի ձեռքը այնքան է մաշվել, որ այլևս որևէ մեկը նրան կիսամաշել չի ընդունում։ Ինչ վերաբերում է 18 թվականին, իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևն է ասել, որ 18 թվականի Սերժ Սարգսյանի իշխանությունը հեղափոխության միջոցով կամ իշխանափոխության միջոցով կամ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը տեղի ունեցել նաև Ադրբեջանի օժանդակությամբ։ Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար շատ ծանր է ընդունել իրողությունը, իրականությունը, որ քաղաքական դաշտում տեղի ունենում մի պրոցես, մի գործընթաց, որի մասնակից չէ ինքը, ավելին, որի օբյեկտ չէ ինքը, այլ որի սուբյեկտն է ինքը, այս առումով մարդկայնորեն իր նեղվածությունը, նեղսրտվածությունը ես ինչ որտեղ կարող եմ հասկանալ եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը անհանգիստ է, թե ինչպես կարող է 18 թվականի իրադարձությունների վերլուծություն տեղի ունենալ առանց իր ներգրավվածության։ Ես հասկանում եմ իր անհանգստությունը, ընկալում եմ իր անհանգստությունը եւ կարող ենք ընդունել ի գիտություն։ Եվ ես կարող եմ նաեւ ենթադրություններ ու հետևություններ անել, որ գուցե Նիկոլ Փաշինյանն էլ անհանգստանալու բան ունի։ Անհանգստանալու բան ունի այն բոլոր հարցադրումների նաև հետ կապված, որոնք այս օրերի ընթացքում հնչեցվել են մեր կողմից, այդ թվում նաև իմ եւ մեր բազմաթիվ քաղաքացիների։ Փաշինյանին իշխանության բերելու դիսկուրսը քաղաքական օրակարգում առավել ակտիվացավ վերջին շաբաթներին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ երկրորդ նախագահը ակտիվ դերակատարություն է ունենալու առաջիկա քաղաքական իրադարձություններին։ Դրանից հետո երրորդ նախագահի կողմնակիցները Քոչարյանի թիմակիցներին սկսեցին մեղադրել 2018 թվականի հանրահավաքներին մասնակցելու համար։ Վերջիններն էլ իրենց հերթին հիշեցնում են, որ հենց Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը իր գրառումներով ըստ էության որևէ նոր բան չասաց։ Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, 2018-ին ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունն իշխանության է բերել ժողովրդին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Ոնց որ վարչապետն ասում են ժողովուրդը բերե, դա լավ էլի, հայել է։ Դու տենց ասի, դե բարձա տենց պետք է ասեն, բոլորը տենց պետք է ասեն։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պնդում է, Փաշինյանն իշխանության է եկել դասական գունավոր հեղափոխության արդյունքում։ Արտաքին ուժերի ներգրավվածությամբ, գրանտակեր կազմակերպությունների ներգրավվածությամբ, աղանդավորական կազմակերպությունների ներգրավվածությամբ, իհարկե նաև այն քաղաքական դեմքերի եւ շրջանակների ներգրավվածությամբ, ովքեր որ 10 տարի ոչ թե ազնիվ, ոչ թե քաղաքական, այլ անազնիվ, ոչ բարոյական խաղի կանոններին համապատասխան պայքար են մղել Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի դեմ, ովքեր սուտ ու կեղծիք են տարածել Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի դեմ։ Որևէ գունավոր հեղափոխություն ժողովուրդները չեն իրականացնում։ Ժողովուրդները մանիպուլացվում են, ինչպես մանիպուլացվել է նաև 18 թվականին արտաքին կենտրոնների հովանավորությամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ եղել է գործիք ու մինչ օրս գործիք է այդ կենտրոնների ձեռքում եւ նախ եւ առաջ թուրքական կենտրոնի ձեռքում, որպեսզի վերջ տա Հայաստանի Հանրապետության ազգային նկարագրին։ Իրեն համարելով ժողովրդի ընտրյալ, Փաշինյանը բանավիճող ընդդիմադիր երկու ուժերին կոչ է անում հիշել, թե ովքեր եւ ինչի համար էին իրենց բերել իշխանության։ Դուք դա չեք ասի, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես, որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը։ Այն ինչը դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է։ Նիկոլ Փաշինյանը անկախության հետ այնքան կապ ունի, ինչքան Հիտլերը քրիստոնեության։ Նիկոլ Փաշինյանի բերած անկախության արդյունքում
Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրից ավել տարածք օկուպացված է Բաքվի կողմից, Հայաստանը հրապարակային հարցականի տակ է դնում անկախության հռչակագիրը, հարցականի տակ է դնում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, հրաժարվել է Արցախից ու դա կոչում ենք անկախություն։ Նիկոլ Փաշինյանի անկախությունը ճակերտավոր երևում է Նյու Յորքում, երբ որ նա խելոք իր կրծքին է սեղմել Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Իսկ այդ գիրքը ինչի մասին է։ Տարածաշրջանի ճարտարապետության, որտեղ անկախ Հայաստան գոյություն չունի։ Եվ Նիկոլի պատկերացրած անկախությունը դա Ալիևի եւ Էրդողանի պատկերացրած անկախությունն է, որտեղ Հայաստանը վերածվում ընդհանրապես Էրմենիստանի։ Ու որպեսզի Հայաստանը չվերածվի Էրմենիստանի, այսինքն թուրքական վիլայեթի, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Նես չի, որ շատ երկար ժամանակ է մնացել իրան։ Գիտեք, պատմությունը արձանագրվում է փաստերով։ Իսկ փաստը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մենք կորցրել ենք Արցախը։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներ։ Այս իրողության պայմաններում խոսել ինչ որ մեկի ոչ պետականամետ լինելուց, մաշված լինելուց, գիտեք, այդ ինձ հին սկավառակն է հիշեցնում, որը Նիկոլ Փաշինյանը էլի այս անգամ արդեն Գյումրիի ընտրություններին ընդառաջ փորձում է պտտացնել, բայց ես վստահ եմ, որ այն արդյունքը չի ունենալու, ինչ ունեցել է 7 տարի առաջ։ Ի վերջո արձանագրենք մի շատ կարևոր փաստ ևս։ Նիկոլ Փաշինյանից նախկին Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի։ Ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը 7 տարի է իշխանությանը եւ 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մաշկի վրա զգացել է այդ իշխանության հետևանքները։ Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե նախկինների օրոք ընտրությունները կեղծվել են, Ագնես Ախամոյանը հիշեցնում է, առնվազն 1 ընտրության արդյունքի վերաբերյալ Փաշինյանը առարկություն չի ունեցել։ Ես այսօր վերընթերցում էի Ելք դաշինքի 2017 թվականի հայտարարությունը խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ, նորից եմ ասում, կասկածի տակ չի դրվում ընտրությունների 17 թվականի ընտրությունների արդյունքները։ Այնտեղ խոսք է գնում ընտրակաշառքների մասին, որ համընդհանուր համերաշխություն կա այդ մեխանիզմի, այդ շղթայի հետ կապված եւ այլն։ Շնորհակալություն են հայտնում իրեն այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնն են տվել, եթե չեմ սխալվում 7% էր, չէ, 17 թվականի ընտրությունների ժամանակ հավաքել Նիկոլ Փաշինյանը, հետո 18 թվականին մի հրաշքով այսպես պարզվեց, որ համաժողովրդական ինքը համաժողովրդական սեր է վայելում։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով աշխարհաքաղաքական զարգացումներն են ստեղծել իրավիճակ, որ ընդդիմադիր երկու հիմնական ուժերը նոր թափ հաղորդեն իշխանության համար պայքարին։ Հայաստանի իշխանությունը զրկվել է Միացյալ Նահանգների աջակցությունից։ ԱՄՆ-ն չի աջակցում։ Սառեցված է այս պահի դրությամբ մենք տեսնում ենք ԱՄՆ աջակցություն այս բանակցային գործընթացին չկա այլևս, այսինքն Հայաստանի իշխանությունները որպես այդպեսին չկա ԱՄՆ-ը։ Եվրամիությունը զբաղված է ուրեմն այդ Ուկրաինա եւ այլ հարցերով, ոնց որ թե ինքը ուշադրություն չի դարձնում։ Ու այդ երկու թիմերի ներկայացուցիչները հավանաբար զգում են եւ տեսնում են, որ ոնց ասեցին, աշխարհակական գիքոր է վերածվել, ասենք իշխանությունը, իսկ դա նշանակում է, որ եթե նաեւ դու ունենում ես դրսի աջակցություն, արդեն կարող ես ուրեմն, այսպես ասենք, իրավիճակ փոխել, այսինքն փոխաբերական իմաստով ասած, իշխող քաղաքական ուժի քաղաքական պանեխիդան արդեն պատվիրես։ Քաղտեխնոլոգի համոզմամբ Հայաստանում իշխանության կարող է գալ միայն այն ուժը, որը կունենա միաժամանակ եւ Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը։ Ուժերը պայքարում են եւ եթե իրանք կարողանան ձեռք բերել աշխարհակական դաշնակիցներ, իսկ դրա հնարավորությունը կա գնալով մեծանում է, դա կարող է հանգեցնել իշխանափոխության մի բան, որ ԿՊ-ին չեն բանակարում հասկանալ։ Իրանց թվում է, որ իրանց վարչապետը այնքան հզոր է, որ ասես մի հատ ճկոտը շարժում է, երկրագունդը պատտվում է մի ուղղությամբ, որ հակառակն է շարժում, երկրագունդը հակառակն է պատտվում։ Արմեն Բադալյանը հիշեցնում է, 2017 թվականին հանրապետականներն էլ էին վստահ, որ ընդդիմադիր դաշտում չկա որևէ գործիչ, որ կարող է իրենց հեռացնել իշխանությունից։ Կամ վստահ պետք չի լինել։ Երբեք ոչ մի բանի վրա 100% վստահ մի եղեք։ Իդեպ դա վերաբերում է նաև
ընդդիմադիր բան այդ ուժերին, որ նա վստահ եղեք, որ այս ընթացքում կարող է Ուկրաինայի գործընթացը դադարեցվի եւ Հայաստան իշխանապահության հարց տեղ ունենա, կարող է չտեղի չունենա, կախված այլ իրավիճակներից։